Փաշինյան Նիկոլը իր շրջապատի հետ իրականացրել է միլիոնավոր դոլարների աֆյորա, հարգելի բարեկամներ։ Երեկ Գյումրիում հանդիպում էր, մի 100 հոգու գցել է դեպը եւ խոսում է, էլի շարունակում է խոսել հանրապետականներից, Միշիկից, Սերժիկից, Ռոբերտից եւ թալանացը կոպեկ առ կոպեկ հետ բերելուց, դրամ առ դրամ ժողովրդին վերադարձնելուց։ Ուրեմն 2023 թվականին կառավարությունը մի որոշում է ընդունում, որով Արցախում տրված վարկերի 70%-ը պիտի ստանձներ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մնացած 30%-ն էլ պիտի առևտրային բանկերը, որոնք տվել էին այդ վարկերը, կառավարության հետ համաձայնեցնելով պիտի դուրս գրեին։ Խոսքը վերաբերում է 320 միլիարդ դրամի մասին, խոսքը վերաբերում է 800 միլիոն դոլարի մասին։ Առևտրային բանկերը, որոնք $1000 համար կարող է դակի միջոցով մտնեն մարդկանց տնեցի շուր բան տանեն, հանկարծ որոշում են մոտ 100 միլիարդ դրամ, այսինքն 250 միլիոն դոլար դուրս գրեն։ Մնացած մասն էլ, մնացած 70%-ն էլ ստանձնում է կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության հարկատուն, հերոս հարկատուն։ Բա հերոս պիտի լինես, որ սրանց դիմանաս։ Հիմա եթե այդ վարկային փաթեթը ձևավորված լիներ Մարտակերտի, Ասկերանի, Շուշա արդեն դարձած, Շուշի, Ստեփանակերտի, Խանկենտի դարձրած դասատուների, դասախոսների, այնտեղ ապրող մարդկոսների, վաշտի հրամանատարների սպառողական վարկերից, հիպոթեկներից, բնականաբար այդ մարդկանց ողջ ցուցակը կհրապարակեն եւ կասեն, թե տեսեք, դուք ձեր արցախցի եղբայրների, քույրերի վարկերի պատասխանատվությունն եք ստանձնել Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի, բայց ըստ ամենայնի ամեն ինչ խոսում է դրա մասին, որ տվյալ վարկային փաթեթը ձևավորված եղել Հայաստանի եւ Արցախի իջոչերի, այսպես կոչված ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների խոշոր վարկերից, բնականաբար դրա համար պատրվակը այն է, որ բանկային գաղտնիք կա, բայց պատրվակը դա միայն պատրվակ է եւ իրական պատճառը այն է, որ ամեն ինչ ամենայն դեպս խոսում է նրա մասին, որ այդ վարկերը ձևավորված են եղել այդ վարկային փաթեթը ձևավորված եղել այդ ճանապարհով։ Դրա համար չհրապարակեցին ցուցակ։ Այսինքն 100 միլիոնավոր դոլարների ավանտյուրա իրականացմանը մասնակցած անձնավորությունը երեք եկել է Գյումրի եւ խոսում է արդարությունը վերականգնելուց։ Պատերազմից հետո մամուլի ասուլիս է տալիս այս անձնավորությունը, ասում է, որ դավադրությունից հետո, ասում է հեկերի սեփականատերերը Արցախի մաս դրանք վաճառել են ադրբեջանցիներին։ Դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսում։ Դուք պատկերացնում եք ինչ մասշտաբային հանցագործություն է տեղի ունեցել, որ հեկի սեփականատերերը կարողացել են թշնամուն պատերազմից հետո մաս վաճառել իրենց հեկերը, հերիք չէ։ Մի հատ էլ այս անձնավորությունն է ասում, կոմպենսացում են այդ անձին ստացել Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Եվ որևէ լրագրող այդպես էլ չհետաքրքրվեց, թե իշխանական, թե այսպես կոչված ընդդիմադիր, այդ հեկերի սեփականատերերի անունները ինչու չես հրապարակում։ Մասշտաբային տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ավանտյուրա, որն իրականացվել է կամ այս անձը կամ իրականացվել է այս անձի միջոցով։ Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ այս անձի միջոցով է իրականացել, որովհետև ինքը Փաշինյան Նիկոլը դրածո մարիոնետ վարչապետ է, նա մանկլավիկ է։ Եվ էլի այս ֆոնի խոսում է
թալանածը հետ բերելու։ Այսպիսի դրվագները շատ են, հարգելի բարեկամներ։ Ես միայն այս երկու դրվագով, սրանք փաստեր են, ես ձեզ ներկայացնում եմ, թե ինչ մասշտաբային ավանտյուրա է, ինչ մասշտաբի, ինչ մեծության ծավալի ավանտյուրա է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում միայն վերջին մի քանի տարիների ընթացքում։ Խոսում է Սերժից, խոսում է Միշիկից, իր դեմը կանգնած է Հանրապետական կուսակցության նախկին ֆունկցիոներներից, նախկին ժողովրդի լեզվով ասած 10 ովչիկներից մեկը, ով 16 թվականին Գյումրու ընտրությունների ժամանակ, ով 17 թվականին պարլամենտական ընտրությունների ժամանակ այդ կուսակցության համար աշխատել է եւ ինքն էլ դուրս էր գալիս, ասում էր մարզերում հանրապետական կուսակցությունը ձևավորել է տասնապետերի, 50-պետերի, պարլամենտում էր ասում, ինստիտուտ է ձևավորել, ցավալով էր ասում, իբրև թե, հա, հիմա այդ ինստիտուտի ներկայացուցիչներից մեկին բերե կանգնեցրել է իր դեմը եւ խոսում է հանրապետականներից, խոսում է Միշիկից։ Ինչ աստիճանի պետք է ցինիկ լինի մարդը եւ ինչ աստիճան պետք է անձինք իրենց չհարգեն, որ սրա դեմը կանգնեն ու ծափ տան իր այս խոսքերից հետո։ Փաշինյան Նիկոլ, քո Գյումրիի քաղաքապետացուդ եղել է նշածդ ինստիտուտների ապօրինություն իրականացրած, ապօրինության մեջ մասնագիտացված, խուժանության դեմ մասնագիտացված, հանրապետական կուսակցության կողմից բուծված ինստիտուտի վառ ներկայացուցիչներից մեկը։ Հանրապետական կուսակցության անդամ է եղել եւ դու դեռ խոսում ես հանրապետականից, Սերժից ու Միշիկից ես խոսում։ Ինչ աստիճան սրպապիղծ պիտի լինի մարդը։ Դու ինչպես կարող ես, Փաշինյան Նիկոլ, խոսես նախկին թալանածը հետ բերելուց, եթե դու եւ քո թիմակիցները եղել եք նախկինների դռները շպրտված մարդիկ, եթե դու եւ քո թիմակիցները եղել եք նախկինների բոզերը, շատերդ փաստաթղթավորված ու 7 տարի դու դեռ խոսում ես այս ամենի մասին, այսօր առավոտ էլ գրել ես, թե երկրորդ ու երրորդ նախագահները իրար հետ վիճվել են հնամաշ դեմքերով երկու մարդ, այսինքն ի նկատի ունես երկրորդին եւ երրորդին, թե ով է իրականում քեզ բերել իշխանության։ Երկրորդ եւ երրորդ նախագահը չեն վիճում, թե ով է քեզ իրականում բերել իշխանության, որովհետեւ ողջ ժողովուրդը գիտի, որ 18 թվականին քեզ իշխանության բերել է երրորդ նախագահը եւ իր փեսեն։ Երրորդ ու երկրորդ նախագահն էլ իշխանել հակասություններ են ունեցել, ինչպես նշեց երկրորդի падգամավորներից մեկը, ջենտլմենական պայմանավորվածություն են ունեցել իրար հետ, կամ թիմակիցներն են ունեցել իրար հետ այդ ջենտլմենական պայմանավորվածությունները, բնականաբար այդ երկուսի թողտվությամբ, որ այս մասշտաբային հանցագործության մասին, 18 թվականի կեղծ հեղափոխության մասին, երբ որ դուք դպրոցներից հանել եք տալիս աշակերտներին, հետո ավարտական դասարանների աշակերտներին հանել եք տալիս, փողոց փագել եք տալիս, մասովկա որպես օգտագործեցիք, հետո տարակ նույն անձանց, նույն տղաներին, պատանիներին, տարակ Ջաբրայելներ, աղդամներ, բարի բուն իմաստով սպանել տվեցիք, հետո կանգնեցիք, ասեցիք 91 թվականի փաստաթղթերով Շուշին եղել է Շուշա, եւ դուք հաշտ եք դրա հետ։ Եվ այս անձինք ուղղակի ջենտլմենական պայմանավորվածություն են ունեցել, որը հանցագործություն է, որ Հայաստանի Հանրապետության պարլամենտում ձեր իրականացրած մասշտաբային հանցագործության մասին ձեն ծպտուն չեն անի։ Առավոտից երեկո ելնելու են, ասեն Արցախը դու ես հանձնել, նա էլ նրան է ասելու Արցախը դու եք հանձնել, ու այսպես տարիներ շարունակ։ Բայց դե եթե նախկինում ասում էին, որ այդ բառը ես հաճախակի եմ, միտք հաճախակի եմ մեջ բերում, որտեղ ճշմարտություն է, որ
մի մասին կարող ես երկար խաբել ժողովրդի, ողջ մասին կարող ես կարճ խաբել, բայց ողջ ժողովրդին չես կարող մշտապես խաբել, սա նախկին պրեզիդենտներից մեկն է ասել ԱՄՆ-ի, երբ նույնիսկ դեռ տեխնոլոգիաները այսքան զարգացած չեն եղել, սոցիալական ցանցեր չեն եղել, ինտերնետ չի եղել, հիմա ամեն ինչ փոխվել է եւ հիմա առավել եւս ինչքան ուզում եք դուք ձեր լրատվականներով, ձեր մեդիաներով մարդկանց գլուխները լվակ, մեկ է, ողջ ժողովուրդը գիտի Փաշինյան Նիկոլ, որ դու հեղափոխություն չես արել, որ դու նախկինների գործի շարունակ կողնես, որ դու նախկինների թալանացի պահապան հրեշտակն ես, եւ դու իրականացրածդ, դու եւ քո տերերը իրականացրած ձեր այս մասշտաբային հանցագործությունների համար բացառված բան է, որ չկանգնենք դատարանի կամ դատաստանի առաջ։ Ես ձեր տիրոջ մերը